Բարև ձեզ, ինձ թափեսի այս թողարկմանը դիտեք։ Ինչու Փաշինյանը չհրապարակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցված Քիվեստի փաստաթուղթը, որը նախատեսում էր Արցախի միացումը Հայաստանին։ Իհարկե ձեռնտու չէ։ Ինքը իր հիմնական թիրախ է ամբողջ process-ի մեջ դիտարկում Հայաստանի երկրորդ նախագահին։ Կենսաթոշակները բարձրացնելու փոխարեն Փաշինյանն առաջարկում է թոշակառուներին բիզնեսով զբաղվել։ Արե վարչապետի խոսք էդի գոր խոսում է։ Չգիր թոշակառուն որտեղ ծախսի։ Թորնիկ ունենք, երեխաներ ունենք։ Փաշինյանի ԱԱԾ-ն փնտրտուքների մեջ չէր կարողանում Գյումրիում այս կիրակի նախատեսված պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնող քահանա գտնել։ Գտնվել է այն մարդը, ով Գյումրիում կզեղչի կաթողիկոսի հիշատակումը։ Կառավարության պաշտոնական կայքում այս շաբաթ հրապարակվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող 13 փաստաթուղթ։ Դրանք հրապարակվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵՀԿ Մինսկի խմբի պաշտոնական եւ վերջնական լուծարումից անմիջապես 1 օր հետո, դեկտեմբերի 2-ին։ Այդ հրապարակված 13 փաստաթղթերում կար նաեւ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի հունիսին ներկայացրած նոր առաջարկը, որի արկայությունը մինչև 44-օրյա պատերազմը վարչապետը հերքում էր ու միայն պատերազմից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ Մինսկի խումբը առաջարկ արել է, բայց այն իրեն որպես Հայաստանի վարչապետի ուղղված չի եղել, քանի որ այդ փաստաթղթում նշվում է, որ այն ուղղված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին։ Այդ նույն հայտարարությունը Փաշինյանն արեց նաեւ այդ փաստաթուղթը հրապարակելուց հետո օրեր առաջ խորհրդարանում։ Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ։ Ու հիմա, երբ Փաշինյանի կառավարությունը հրապարակեց բանակցային փաստաթղթերից մի քանիսը, այդ թվում Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկը, ընդդիմադիրները կրկին սկսեցին մեղադրել Փաշինյանին Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ, քանի որ այդ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախը կարող է հայկական մնալ։ Մինսկի խմբի 2019 թվականի հրապարակված առաջարկը հստակ եւ պարզ ասում է այն, ինչ մենք բոլորս վաղուց գիտենք։ Հանձնվում է 5 շրջան, տեղակայվում են խաղաղապահ ուժեր, Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ անցկացվում է հանրաքվե առանց սահմանափակումների, որը ունի պարտադիր իրավական ուժ, ամեն ինչ հստակ գրված է։ Ստացվել էր առաջարկ, այն տղան հրաժարվեց դրանից, քանի որ սկսում էր իր կետից։ Արդյունքում բանակցությունները տապալվեցին, սկսվեց պատերազմ, որը նա չկանգնեցրեց, եղավ ծանր պարտություն, հետո նա հրաժարվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրից եւ ամբողջ Ղարաբաղը հայաթափվեց։ Փակ աչքերով ընտրեք կարգավորման ցանկացած տարբերակ, որը Փաշինյանը հրապարակել է։ Ցանկացած կարգավորումը շատ ավելի հայանպաստ կլիներ, քան այն, ինչի առաջ մեզ կանգնեցրեց Փաշինյանը։ Եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապա շրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ վերահսկողություն եւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած 5 վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ։ Նույնիսկ 2019-ին Նիկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։ Ինչ արեց Նիկոլը, հանձնեց Պրահայում Արցախը Ալիևին։ Ի վերջո, ինչ է պատասխանել Հայաստանի կառավարությունը ԵՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկին։ Այդ հրապարակված 13 փաստաթղթերի ցանկում չկա Հայաստանի պատասխանը։ Փաստաթղթերի հրապարակումից հետո ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին ասաց, որ կառավարությունը այդ փաստաթղթին չի էլ պատասխանել։ 2019 թվականի փաստաթուղթը 2016 թվականի դրությամբ կամ եթե այլ կերպ մեկնաբանենք 2018 կարելի է այդպես էլ մեկնաբանել փաստաթղթերի սեղմագիրն է, այն նոր առաջարկ չէ։ Հաջորդը Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը տեսել է այսքան սեղմագիրը 2018 թվականի իրավիճակի եւ գնահատման փուլում է եղել։ Մինչ ընդդիմադիրները պնդում էին, որ ԵՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկը դրական էր, որով փաստացի կարող էր կանխվել Արցախյան վերջին պատերազմները, իշխանական քարոզ չամեքենան, իդեմս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման մասին իշխանության
կեղծ եւ ծեծված քարոզչություններ առաջ տանում։ Թե ինչպես էին մի ամբողջ ժողովրդի թիկունքում բանակցում Մեղրիին տալու եւ ադրբեջանցիներով բնակեցնելու շուրջ։ Սա Մեղրիի փոխանակման պլանն է Ռոբերտ Քոչարյանի օրոք, որից քաջատեղյակ էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Հիմա առավել մանրամասն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցված Քիվեստի փաստաթղթի մասին, որն ի դեպ կառավարության կայքում հրապարակված բանակցային փաստաթղթերի ցանկում չկար։ Փոխարենն այդ հրապարակված փաստաթղթերի ցանկում կար այսպիսի վերնագրով. Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման վերաբերյալ իբր թե փաստաթուղթը։ Ինչու իբր թե, որովհետեւ անգամ այդ թղթում հղում էր արվում Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ օրաթերթի 2008 թվականի փետրվարի 9-ի համարին, որտեղ նշվում էր, թե իբրև խմբագրությանը նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը տրամադրել է նման պայմանավորվածության վերաբերյալ գաղտնազերծված փաստաթուղթ։ Ընդդիմությունից Փաշինյանին մեղադրեցին մանիպուլյացիայի մեջ։ Նիկոլ Փաշինյան, չէր լինի, եթե չմանիպուլացներ։ Այս հրապարակված փաստաթղթերում չկա Քիվեստի փաստաթուղթը, որտեղ փաստացիորեն Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետությանը եւ այդտեղ չկար Մեղրի զիջելու կամ Մեղրի միջանցքի հարց։ Փոխարենը այսօր կառավարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի թերթում ժամանակին հրապարակված մի իբր նախագիծ, որն այդ ժամանակից մերժվել է եւ հիմա իշխանությունները փորձում են մանիպուլացնել, թե ժամանակին խոսվել է Մեղրին հանձնելու հարց։ Կառավարության պաշտոնական էջում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի հրապարակմանն անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, որի խոսքով, եթե հրապարակվի Քիվեստի փաստաթուղթը, մարդկանց համար պարզ կլինի, որ այդտեղ չկա մի կետ, որով Մեղրին Հայաստանի իշխանությունը իբրև պատրաստ է եղել հանձնել Ադրբեջանին, ինչպես նշվում էր Փաշինյանի թերթում Հայկական ժամանակում։ Ախր տարածքի փոխանակում, տարածքի հանձնում մեկին մեր սահմանադրությամբ է նույնիսկ արգելված եղել։ Այդ իրանց այսպես կոչված սենսացիոն փաստաթուղթը այնքան հումա ու այնքան ծիծաղելի է։ Վերհիշենք նաև, թե ինչ է ասել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կողմից բանակցված փաստաթղթի Քիվեստի մասին։ Այդ Քիվեստի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը եւս ունենալու է նույն կարգավիճակը, ինչպիսին էր Ղարաբաղը։ Չիրագործվեց, որովհետեւ Ադրբեջանի նախագահ վերջի պահին Քիվեստում հրաժարվեց ստորագրել վերջի պահին։ Ես իմ գրքում բավական մանրամասնորեն դրա մասին ուղղակի գրել եմ, եւ ինքը ասաց, որ ինքը չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, ինքը ուղղակի ասաց, որ ինքը համարում է, որ գերագնահատել է իր հնարավորությունը ազդելու հասարակական կարծիքի վրա։ Ու միայն սոցցանցերում Փաշինյանի հասցեին հնչած այն քննադատություններից հետո, թե ինչու չի հրապարակվել Քիվեստի փաստաթուղթը, վարչապետը ազգային ժողովի ամբիոնից կրկին իր ոճին համաձայն նյարդային տոնով հայտարարեց. Որտե չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաթեթ։ Ինչու Փաշինյանի կառավարությունը չի հրապարակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցված Քիվեստի փաստաթուղթը, որը ենթադրում էր Արցախի միացումը Հայաստանին։ Ակնհայտ է, որ արտգործնախարարությունում կա այդ փաստաթուղթը, որովհետև այդ փաստաթղթի վերաբերյալ կողմերը դիրքորոշումներ են հայտնել, հասկանում եք, միջնորդները եւ այլն, ամերիկյան կողմը, հայկական կողմը։ Այդ փաստաթուղթը մի օրինակով չի եղել, ունեցել է մոդիֆիկացիաներ, այսինքն փաստաթուղթը ոնց է ձևավորում, առաջարկ են անում կողմերին սկսում են այդ առաջարկի վերաբերյալ մոտեցումներ, հետո սկսում են մոտարկել այդ մոտեցումները, հետո առաջի հանդիպում, երկրորդ հանդիպում, հետո գնում են Քիվեստ, այնտեղ առանձին սկսում են աշխատել։ Այդ բոլոր թղթերը, որի տակ նաև երբեմն ստորագրություններ են լինում, արխիվացվում են։ Ինչ որ մեկը ասում է Հայաստանի կառավարության տիրապետման տակ չի։ Դա իրեն ձեռնտու չէր հրապարակել, որովհետև իհարկե ձեռնտու չէր։ Իհարկե ձեռնտու չէ, ինչի մասն է խոսքը։ Ինքը իր հիմնական թիրախ էս ամբողջ process-ի մեջ դիտարկում է Հայաստանի երկրորդ նախագահին։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն դա ձեռ չի տալիս ընդհանրապես, որպեսզի Քիվեստյան օրինակ փաստաթղթի շուրջ դիսկուսը ընթանա փաստացի փաստերի վրա, այսպես ասենք։
փաստաթղթում գրված դեպքերի վրա, որովհետև եթե ինչ-որ մի բան չի հրապարակվում, ապա դրա շուրջ կարելի է ցանկացած մեկնաբանություններ տալ, ցանկացած մանիպուլյացիաներ անել, ինչը եւ արվում է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի կառավարության հրապարակմանն արձագանքեց նաև պաշտոնական Մոսկվան։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե պաշտոնական Երևանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերի եւ պետությունների ղեկավարների նամակագրության հրապարակումը առանց շահագրգիռ կողմերի հետ նախնական համաձայնեցման դիվանագիտական պրակտիկայով սահմանված էթիկական նորմերի խախտում է։ Ну раз так они уже сделали. Դե եթե նրանք դա արդեն արել են, ապա մենք կարող ենք մեկնաբանել, որ այդ հրապարակված փաստաթղթերը շեղվում են Երևանում առաջ տարվող թեզերից։ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի փաստաթղթերը հստակ ապացուցում են, որ 3 տասնամյակ շարունակ Ռուսաստանը որպես համանախագահող երկիր բոլոր ջանքերը ներդրել է քաղաքական եւ դիվանագիտական ձևով Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար եւ քիչ բան չէր արվել։ Հիմա երբ Փաշինյանն ու իր իշխանության տարբեր անդամներ շարունակում են մանիպուլացնել, թե Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Մեղրին Ղարաբաղով փոխանակելու շուրջ, հիշեք, Մեղրին կա։ Այո, մենք հիմա բոլորս կարող ենք գնալ Մեղրի, որովհետև այն հայկական է, այն Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Մինչդեռ ընդդիմությունն նահազանգում է, որ Փաշինյանը Մեղրիի միջանցքը տալիս է Ադրբեջանին։ Բացի այդ, Փաշինյանի ղեկավարման օրոք հայկական երկրորդ պետությունը Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, Արցախը հայաթափվեց։ Պաշտոնական տվյալով միայն 44 օրյա պատերազմում զոհվել է 3833 անձ, իսկ ոչ պաշտոնականով շուրջ 5000-ը։ Հարգելի թոշակառուներ, հերիք է տանը նստեք։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուք պետք է բիզնես դնեք եւ դրանով զբաղվեք, տանը մնալու, ոչինչ չանելու եւ դրա դիմաց պետության կողմից կենսաթոշակ ստանալու փոխարեն։ Մեզ մոտ ի՞նչն է անցալում, որ 63-ը թոշակի տարիք, հա? Հա, 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես ուզում եմ, ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետև ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Եվ ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուներին 63 եւ բարձր տարիքի անձանց աջակցության, տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Թոշակառուների տնտեսական ակտիվացմամբ մտահոգ Փաշինյանն այս աղմկահարույց հայտարարությունն արել էր խորհրդարանում 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում, որին սոցցանցերում խիստ արձագանքեցին։ Թոշակառուներ, այսպես որ գնաց, ձեր կերածն ու խմածն էլ ավելորդ կհամարի ձեր սրտի վարչապետը։ Փաստորեն, հարգելի թոշակառուներ, ներկա եւ ապագա, ոչ մի թոշակի բարձրացում չի լինելու, մոռացեք։ Գնացեք բիզնեսով զբաղվեք, առևտուր, բան, տաքսի, մաքսի քշեք, հերիքա վերընկնեք տանը, պարապ-սարապ, թոր-մոր պահեք։ Նիկոլի կառավարությունը պարտավոր չէ ձեզ պահել պետության համար երկարամյա չարչարանքի համար։ Իրենք իրենց են հազիվ պարգևատրում, մի հատ էլ ձեզ համար պիտի մտածեն։ Թոշակառուների վերաբերյալ վարչապետի ռեզոնանսային ելույթն այսքանը չէր։ Ըստ նրա թոշակառուները չգիտեն գումարն արդյունավետ ծախսելու ձևը։ Փաշինյանը կենսաթոշակները բարձրացնելու կարիք չի տեսնում։ Նա ու իր կառավարությունն ավելի լավ գիտեն, թե որն է կենսաթոշակառուների առաջնային ծախսը։ Թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսք այս դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին։ Մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա հետեւաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Սոցցանցերում այսպես արձագանքեցին Փաշինյանի այս հայտարարությանը։ Մարդուն ասում են՝ դու քո դրամապանակի տերը չես, մենք ավելի լավ գիտենք ինչի վրա ծախսես։ Երբ իշխանություններին թվում է, թե ժողովուրդը ճիշտ չի ծախսի իր փողերը, դա արդեն ոչ թե կառավարում է, այլ հոգեբանական նվաստացում։ Դե հա, էլի, այդքան թոշակառու եք, այդքանիդ թոշակը, որ բարձրացնեմ, ուր կհասնի։ Ավելի լավ է այդ 11 կամ 10,400 դրամը ավելացնեմ անվտանգությունս ապահով
ապահովողների աշխատավարձին։ Համ ինձ լավ կպահպանեն, համ էլ իրենք լավ կիմանան գումարը ինչի վրա ծախսեն։ Դուք ծախսել չգիտեք, ապր-ցփր կանեք, քոռուփուչ կանեք այդքան գումարը։ Նիկոլի հիմնական ընտրազանգված թոշակառուներ, հատկապես գյուղերից 2026 թվին նորից ընտրեք Նիկոլին, քանի որ Նիկոլի ասելով չգիտեք ձեր ողորմելի թոշակները ոնց արդյունավետ ծախսեք։ Սովից կմեռնեք ու էլի Նիկոլի ձեռը չեք տանջվի։ Թումանյանի ասած Դավիթ անտեղյակ, ցավին անտարբեր։ Թոշակառուների վերաբերյալ վարչապետի ելույթը կարծիքների տեղիք տվեց, որ Փաշինյանը մարդկանց պատրաստում է ուշ թոշակի գնալու, այսինքն մտադիր է 63-ից բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Նրա ասածը նիկոլերենից թարգմանած նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է 63-ից բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Դա միջև ազգային ժողովի առաջիկա ընտրությունները չի արվի, սակայն եթե Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքում մնաց իշխանության, սպասեք կենսաթոշակի անցնելու տարիքի շեմի բարձրացման։ Իշխանությունները ունեն ծրագիր բարձրացնել թոշակի անցնելու տարիքը, սակայն դրա մասին բնականաբար նախընտրական փուլում ծպտուն չեն հանում։ Փաշինյանի աղմուկ հանած հայտարարությունը նաև սուր ծաղրի առիթ դարձավ։ Հաջորդիվ կառավարությունը թոշակառուների համար կսահմանի օրվա ռեժիմ, թե չէ թոշակառուն ինչ գիտի, երբ պետք է արթնանալ, երբ պետք է նախաճաշել, երբ լվացվել, երբ գնալ զուգարան կամ լոգարան, երբ հեռուստացույց նայել եւ այլն եւ այլն։ Ռեժիմին չհետևող թոշակառուները կզրկվեն թոշակից կամ ստիպված կլինեն թոշակը ծախսել միայն մոբայլ բանկինգով։ Լրիվ կողմ եմ, որ թոշակի անցնելուց հետո ախուրանցի անոյի ճակատից մի հատ էլ ֆանար կախվի, որ գիշերներն էլ պահատանի։ Վարչապետին կոշտ արձագանքեցին նաև թոշակառուները։ 38,000 թոշակ եմ ստանում, ես դրանով ոնց ապրեմ, ասեք։ Ոնց բիզնես դնեմ։ Կեփը փոխտալի թոշակառուին, որ ինքը համ ապրի, համ կոմունալ մուծի, մի հատ է բիզնես տնի։ Բարե վարչապետի խոսք էդի որ խոսում է։ Չգիր թոշակառուն որտեղ ծախսի։ Թորնիկ ունենք, երեխաներ ունենք, ընտանիք ունենք։ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը, որը Փաշինյանի գլխավոր թիրախներից մեկն էր, դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։ Սա այն բանից հետո, երբ Արշակ Սրբազանն իրեն վերագրվող ինտիմ տեսանյութի սոցցանցերում հրապարակվելուց 1 ամիս անց բառացիորեն մի քանի օր առաջ ասուլիս հրավիրեց ու ոչ միայն հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ տեսանյութի հետ, այլև կոշտ քննադատեց Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը։ Դժբախտաբար 20 թվականին տեղի ունեցավ այն, ինչ որ բոլորիս կյանքը այսօր ավերել, բոլորիս համար մեծագույն մտահոգություն։ Մենք կորցրեցինք Արցախը, այդ անձը եւ այդ անձինք, այդ իշխանությունը, որ այդպիսի առհավիրք է բերել մեր երկրի եւ մեր ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ։ 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունը եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Արշակ Սրբազանին ազատությունից զրկելը դիտարկվեց որպես քաղաքական հաշվեհարդար։ Ինչպես հայտնի է, ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-ից 12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսած ժողով է հրավիրում։ Այս իրադարձություններից առաջ իշխանություններն անցել են ճնշումների քիչ առաջ քննչական կոմիտեում ԱԱԾ-ի կողմից Արշակ Սրբազանի կալանավորումը դրա վառ դրսևորումն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Հերթական իրավական ակնհայտ абսուրդ։ Իդեպ ավտորիտար հերթական հետապնդում անհերքելի ցուցիչը կալանքի միջնորդությունն է։ Թուրքական դրածո իշխանությունը տեսնելով, որ շինծու կոմպրոմատով հնարավոր չեղավ Սրբազան հորը չեզոքացնել եւ լռեցնել, նաեւ հասկանալով նրա խոսքի ազդեցությունը, որոշեցին ձերբակալությամբ նրան լռեցնել։ Լրագրողների հետ հանդիպմանը Արշակ Սրբազանը հայտարարել էր նաև, որ իր դիրքորոշումների հետ կապված մի քանի անգամ հանդիպել է ազգային անվտանգության ծառայության տարբեր պաշտոնյաների հետ, բայց իրեն պաշտոնապես ԱԱԾ չեն հրավիրել, դրանք եղել են մասնավոր հանդիպումներ։ Ինձ հետ զրույց է եղել
Ես ասել եմ իմ համոզումները, իրենք ասել են իրենց համոզումները եւ մենք ինչպես այսինքն չէ, ինչի շուրջ, իմ դիրքորոշումների շուրջ։ Այդ ասուլիսից 3 օր անց արդեն դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեում ունեցած հարցաքննությունից հետո Արշակ Սրբազանը ձերբակալվել էր։ Իդեպ նրան ձերբակալել էին ԱԱԾ-ի աշխատակիցները։ Նրան կալանավորելու միջնորդության քննությունը մակագրվել էր դատավոր Մասիս Մելքոնյանին, այն նույն դատավորին, որը կալանավորել էր նաև Միքայել եւ Բագրատ Սրբազաններին։ Ինձ թվում է Մասիս Մելքոնյանը ուզում է համաշխարհային ռեկորդ սահմանել ամենաշատ կալանք տված դատավոր։ Եթե Գյումրիում կարգի խախտմամբ պատարակ անող հոգևորական այդպես էլ չգտնեք, Մասիս Մելքոնյանին ասեք, կանի, սքեմն էլ դե տվել եք։ Հիմա Գյումրիում կարգի խախտմամբ պատարակ անող հոգևորականին այդպես էլ չգտնելու մասին։ Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգության ծառայությունը մի քանի օր է ինչ կաթողիկոսի անունը պատարակի ժամանակ չտվող հոգևորական է փնտրում Գյումրիում, որտեղ Փաշինյանը պատրաստվում է այս կիրակի օրը մասնակցել պատարակի։ Համացանցում տեղեկություն էր շրջանառվել, թե Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցության պատարակին շրջանցել, չհնչեցնել վեհափառի անունը, բացի մի հոգուց Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենի։ Եվ հենց նա էլ Ազատության հետ զրույցում պատմել է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վեհափառի անունը պատարակից չեզոքացնելու հարցով դիմել են իրեն։ Ես ասել եմ, ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ։ Երեք եմ իմիջիալոց ասեմ, այստեղի ԱԱԾ-ի հետ եկել էի Շիրակի, բա Տերաջան խնդրում։ Ասի ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասի դա բացառվում է։ Տեր Ռուբեն քահանան արդեն Գալայի հետ զրույցում հաստատել է նաև այն տեղեկությունը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն է սկզբում իրեն հորդորել պատարակի ժամանակ չհնչեցնել ինչպես կաթողիկոսի, այնպես էլ արդեն 5 ամիս կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի անունը։ Առաջին ինքն այցելել այդ հարցով, հիմա ինչ որ էս եղել է, սա իր պատճառով է դա։ Լրատվամիջոցները գրում էին, որ կիրակի օրը պատարակը մատուցվել է Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ այդ օրը պատարակ մատուցելու հերթը Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանինն էր, բայց նա հայտարարեց, որ բացառում է չհնչեցնի ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Այս կիրակի իմ հերթապահությունն է, պատարակիչը ես եմ, բայց ես մնալու եմ կանոնի մեջ։ Տեր Վարուժանը հաստատել էր նաև տեղեկությունը, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 4-ին այցելել են Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եւ Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցիները։ Ու մինչ իշխանությունը Շիրակի մարզում այս ու այն եկեղեցի էր մտնում, ազգային անվտանգության ծառայության ճնշման միջոցով փորձում գտնել մի քահանայի, որը Փաշինյանի մասնակցության պատարակի ժամանակ չի հնչեցնի կաթողիկոսի Գարեգին II-ի անունը, սոցցանցերում գրառումներով էին արձագանքում իշխանության անճարությանը։ Գտնվել է այն մարդը, ով Գյումրիում կզեղչի կաթողիկոսի հիշատակումը։ Գյումրիում ընկել եք մարդ եք ման գալիս, որ պատարակի իմիտացիա կազմակերպի։ Ուժով վարչական պատարակի հասնելը կապիտուլյացիա է։ Երկար փնտրտուքներից հետո դեկտեմբերի 5-ին Փաշինյանն անձամբ հայտնեց, որ կիրակի օրը դեկտեմբերի 7-ին մասնակցելու է Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվող պատարակին, բայց թե ով է այդ պատարակը մատուցելու դեռ հայտնի չէ։ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը պատարակի ժամանակ չհնչեցնելը, որը ծիսականոնական կոպտագույն խախտում է, անհանդուրժելի եւ դատապարտելի որակեցին 27 arczepiskopos ու եպիսկոպոսներ, որոնք հայտարարություն էին տարածել եւ իրենց անվերապահ աջակցությունը հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Հայտարարությանը միացած 27 սրբազանների ցանկում սակայն չկար Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանի անունը, որը 44 օրյա պատերազմից հետո սրտի փող պատվաստման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրա հոգեվոր առաջնորդը ետ քայլ չեն կատարում, պայքարում են անդեմ այս բռնաճնշումների ավելին։ Մենք տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի իշխանությունները իրենց աշխարհակահաղական հովանավորները չկարողանան հասնել իրենց նպատակին։ Այսինքն հավաքվեցին եպիսկոպոսների ստորագրությունները ամսի 10-12-ի ժողովից առաջ եւ հիմա Գարեգին II-ը ինչ որոշում էլ կայացնի, ում նկատմամբ էլ որոշում կայացնի ամսի 10-12-ին, դա լինելու է լիակատար լեգիտիմ որոշում եւ նա կարող է արդեն հղում անել
արձանել եպիսկոպոսների ստորագրություններին։ Եկեղեցու շուրջ զարգացումները այսքանով չավարտվեցին։ Այս շաբաթ արդեն Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն էր հանդիպել նախորդ շաբաթ Փաշինյանի հետ հանդիպած Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, որին քննադատում էին Արցախը հանձնողի Փաշինյանի ձեռքը սեղմելու համար։ Սամվել Շահրամանյանը Սրբազանից հետաքրքրվել էր Փաշինյանի հետ հանդիպման նպատակի մասին։ Ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում, արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի վեհապարի հետ եւ ստացել են բացասական պատասխան։ Եվս դրան իմ եզրակացությունները ես արել եմ։ Իդեպ, վարչապետի հետ հանդիպումից հետո Արցախի թեմական խորհուրդը հորդորել էր Վրթանես Սրբազանին, որ հայտարարություն անի ու ներողություն խնդրի իր բռնագաղթյալ ժողովրդից։ Արցախի թեմի առաջնորդը արել էր այդ հայտարարությունը, բայց ներողություն չէր խնդրել։ Հանդիպմանը ես մասնակցել եմ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսած հանձնախմբի անդամ եւ այն որևէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի եւ մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ։ Եղել եմ կամ եւ միշտ լինելու եմ իմ հոտի կողքին իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։ Այս հայտարարությունից հետո արդեն Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարությամբ էր հանդես եկել եւ Փաշինյանի հետ հանդիպած նրա ձեռքը սեղմած Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունները դատապարտել։ Հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ եւ լսել նրա տեսակետներն ու մեկնաբանությունները։ Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել եւ դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները։ Թեմական խորհուրդը վերահաստատում է իր համոզումը, որ բոլոր եկեղեցական հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցու ներսում համապատասխան կանոնակարգերի, ավանդության եւ ազգային արժեհամակարգի սկզբունքով։ Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև Փաշինյանի հետ հանդիպած մյուս սրբազանների պաշտոնավարումը դադարեցնելու առաջարկ արեցին 5 ամիս կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը եւ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Նրանք քրեակատարողական հիմնարկից նամակ հրապարակեցին, որում ամենայն հայոց կաթողիկոսին խնդրում էին նախորդ շաբաթ կաթողիկոս Գարեգին II-ին ուխտը դրժելու մեջ մեղադրող, ապա Փաշինյանի հետ հանդիպած սրբազաններին, որոնք իրենց խոսքով անհնազանդ առաջնորդներ են, պաշտոնավարումը դադարեցնել։ Ըստ կալանավորված սրբազանների, այդ 10 սրբազանները նենգ ու տիրադա դավաճաններ են։ Խնդրում եւ առաջարկում ենք վեհապար հայրապետին դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը, անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, հրավիրել եպիսկոպոսատ ժողով, ապահովելով մեր 3 սրբազանների մասնակցությունը կամ մեր ազատությունից հետո եպիսկոպոսատ ժողովից հետո կարելի կլինի գումարել ազգային եկեղեցական ժողովը։ Այս հայտարարությունից ժամեր անց արդեն Մայր Աթոռը տեղեկացրեց, որ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսատ ժողով է գումարվելու։ Դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրվում է եպիսկոպոսատ ժողով քննության առնելու հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Դեկտեմբերի 3-ին Մայր Աթոռը տեղեկացրեց նաև, որ ամենայն հայոց կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում, Ֆրանսիայում, բայց թե ինչ օրակարգով Մայր Աթոռը չէր տեղեկացնում։ Մարսելի սրբոց թարգմանչած եկեղեցում ամենայն հայոց կաթողիկոսն ասել է, որ խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Որով ապօրինի քայլեր եւ բռնաճնշումները սանձազերծել եւ բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Իդեպ, այս շաբաթ եւս մեկ քահանա, Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույց հռչակվեց։ Նոր կարգալույց հռչակված եկեղեցականը դեռ նոյեմբերին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարակ էր մատուցել Փաշինյանի համար։ Բացի այդ, նա հայտարարություններ էր արել, որոնք վկայում էին, որ նա ընդվզում է Մայր Աթոռի վերնախավի դեմ։
վարկաբեկել է հայ եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում հրապարակային զրպարտիչ հայտարարություններ տարածելով, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ, մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարակներին ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է, փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով եկեղեցուց, ըստ էության հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։ Թե ինչ ընթացք կունենա հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումները, պարզ կլինի դեկտեմբերի 12-ից հետո, երբ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունենա կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսատ ժողովը։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։